Պարոն Իսրայելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք մեր տաղավար, մի քանի թեմաներ կա, որոնց հետ կապված կլսենք ձեր տեսակետը, եւ այսպես, եթե դեմ չեք, մինչեւ ձեր խոսքին անցնել, ուղղակի այս պատկերը տեսնենք, թե ինչ էր անում Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոյում արցախցի կնոջ նկատմամբ։ Այստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնալ, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տեղ, ես ձեզ կխոսամ ձեզ հետ տեղ, ու այս քարտեզի մասին տես քամահարանքով չխոսամ, որևէ մեկը, խոսեմ տեղ ձեզ այդ բարձր, ուրեմն անգամ չփորձեք ասել, որ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Լավ, հասկանալի է։ Մենք Լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Խնդրեմ, այս պատկերը խոսքումը համեցեք։ Ես գիտեք ինչից կսկսեի։ Այդ մարդը, որ այսօր մանն էր թափ տալիս Արցախցու երիտասարդ կնոջ վրա, ես կասեի, որ հենց դու գալով ղեկավարության մեր անունի տակ ես եկել, արա։ Մեր անունի արցախցիների անունի շնորհիվ այդ անունը տալով, Արցախի անունը տալով եկել ես իշխանության։ Հիմի դու քո խոստումից փախած, քո տված խոստումներից փախած, մարդկանց այդ խոստումները, որ տվել ես գցած այդ կրակի մեջ, դու այսօր եկել այդ ջայլ աղջկա առաջ կայնած, մատ ես թափ տալիս, տղա ես քեզ զգում, դու այդ քո նմանատիպ մարդը, ղեկավար կերպարը դնեք մի կողմ, դու դա տղայություն ես հարմարում, որ այդ մարդը դարել է քո խոստումների զոհը, որ այդ երեխան, որ այսօր այդ երեխու մոտել չես, որ ասում է քաշվելով գոնե հարգանք, էլեմենտար հարգանք կնոջ նկատմամբ, առանձնապես ցեղասպանությունից փրկված, քո մատուցած ցեղասպանությունից ասում եմ, ձեր մատուցած ցեղասպանությունից փրկված է ժողովուրդը, որ եկել ստե հասել են, իրենք պահանջատեր են նելու, միջև այնքան, որքան չպատժվեն այդ մեղավորները։ Ու մեր հայ հանրությունը, մեր ժողովուրդը մեր հետ է։ Ինչքան էլ ուզեք դուք մատ թափ տաք, ինչքան էլ ուզեք դու վախեցնեք, այդքան պատերազմ տեսած այդ ժողովուրդը, այդքան տառապած այդ կյանքի այդ ճանապարհը անցած ժողովուրդը մատ թափ տալով կամ ինչ որ բանով չես կարա վախեցնես, վախեցեք դուք ձեր խոստումներից խուսափելով, ձեր պատասխանատվությունից փորձելով խուսափելով, այդ դրային վաղվա օրվա մասին մտածեք։ Այսօր ինձ համար այդ կերպանը, այդ տեսարանը, որ մենք տեսել ենք, ինձ համար ավելի հպարտանալի է եղել մեր երիտասարդ կնոջ պահվածքը, դաժե փոքր երեխու պահվածքը, որ նա նայում էր իրական դավաճանի աչքերին, այդ երեխեն նայում էր իրական դավաճանի աչքերին, ով իրեն մայրական, հայրական, որ ասում է բնորանը Արցախը հանձնել, այ ապագան այդ երեխան է քո պատասխանը տալու, ապագայում այդ երեխեքն են ձեր պատասխանները տալու, այդ երեխոց առաջ եք դուք լինելու անիծված, այդ երեխոց առաջ եք դուք լինելու պատժված, որ այդ երեխեքը կարողանան լավ ապագա դրսևորեն։ Իսկական հայի կերպարը, իսկական հայ լինելը հենց դրա մեջ է, որ մարդ մի բան խոսք է տալիս, միջև վերջ իր խոսքի տեր է կաղնում։ Այդ աղջիկը, այդ մեր քույրը, մեր հարազատը, մեր արցախայության մի մասն է։ Սիրելի արցախցիներ, իրական Արցախցու տեսակը, իրական Արցախցու դրսևորումը մենք տեսանք։ Հաշվի չառնելով ինչ հանգամանքում, մեղավորին երեսին պիտի ասես, դավաճանի երեսին պիտի խոսես, պիտի համարձակ լինեք մեր բոլոր քայլերի մեջ։ Սա է մեր արժանապատվության սկզբունքները, սա է մեր հայ լինելու պատկանելիության, ազգային պատկանելիության արժեքները, սա է մեր կրոնական պատկանելիության արժեքները, որ մենք դրա մասինով դրանով պիտի առաջնորդվենք։ Այն ինչ վերաբերում է նորից անդրադառնալով այդ պահվածքին, ես արդեն մի քանի թե հայտարարությունների մեջ է, թե ուղիղ եթերում է, ես անդրադարձել եմ։ Սիրելի հայրենակիցներ, այդ կնոջ այդ երեխու տեղը կարա լինի ամեն մեկիս կինը, ամեն մեկիս երեխան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև ունեք վտանգավոր Ընձևի մարդու հետ գործ, ընձևի ղեկավարի հետ գործ, որ նա թքած ունի ընդհանրապես մեր ազգության, մեր իրավունքների, մեր ընդհանրապես էության
բանի որ ասում եմ հայ լինելու վրա։ Ինչի համար, որովհետև մենք ինչի ենք հակասում այդ մարդուն։ Այդ մարդը թուրքական թեզ է տանում ստե։ Այդ մարդը թուրքական քարոզություն է տանում։ Մենք ազգովի դեմ ենք, մենք ազգովի հակասում ենք, մենք ազգովի համաձայն չենք, մենք ազգովի չենք հարմարվում։ Այդ մարդը ջղայնանում է, մատա թափ տալիս մեր վրա։ Հիմա ես չեմ հասկանում, այս դեսպանին Թուրքիի դեսպանը ով է նշանակել այս երկրում։ Այս մեր ազգի համար մենք այդ որ ասում եմ մեր պատիվի համար մեզ դա սազական բան է։ Մեզ դա այս իրավիճակին որ մեր հայի հասարակության որ մասն է հարմարվում այս իրավիճակին։ Մարդ առավոտից իրիկուն դուրս եկած փողոցներում ժողովրդի հետ փորձում է համոզել, փորձում է հայի կերպարը փոխի։ Պարտված նվաստացած հայի կերպարը ուզում փոխի։ Թուրքի երազանքն է, դա հասկացանք։ Բայց որպես ղեկավար, որպես այսօրվա իրավիճակում ցավոք սրտի այս երկրի ղեկավարը, սա գործերը թողած, իր պարտությունը ուզում է բերի մեր գլխին, մեր վզին գցի։ Իր պարտությունը ուզում է 100 տարիներով մեզ վրա պիտակավորի, այդ խայտարակ պարտությունը։ Ամեն մեկը մտածելով, տեսնելով, լսելով, ձեզ ինքներդ որպես հայ ձեզ դուր է գալիս այդ բաները։ Հիմի դրանից բացի, էդի որ չի աշխատում, դրա պահվածքի բանին նայ։ Ընթացքում օրվա ընթացք, այդ մար կերպարի մասին եմ խոսում։ Օրվա ընթացքում ներողություն է խնդրում, մի պարագային, որ ես տես բան չեմ ասել, նայեք ինչ մանիպուլյացիա է անում։ Երկրի ղեկավարը պատասխանատու, այսօր մի բան ասում, վաղը հակասում է։ Դե սրա մոտ դրանց մոտ դա նորմալ երևույթ է։ Այդ իրավիճակի հետ կապված, ասում եմ, ես տես բան չեմ ասել, հետո տեսնելով սրանք դե բան են, չէ, ուսումնասիրում են, տեսնելով հանրային ժողովրդի կողմից, հասարակության կողմից, սրանց քննադատելը, սրանց ամեն ձևի երեսին, որ ասում եմ, ամեն խոսք ասելով, արդեն հրապարակային ներողություն է խնդրում։ Բացի հրապարակային ներողությունից էլ մի հատ իր էջում տեղադրում է, հրավիրում է այդ աղջկան գալու իր երեխու հետ, որ միասին նորից էլի ներողություն խնդրելու կամ էս մեկ ըմոց։ Ժողովուրդ, մի րոպե մի հատ բան հասկանանք էլի։ Սրանց ներողությունը ինչ բանի, նավաշոք ներողություն հասկացողը դա այնց էլի բառը, որ ամեն մարդ ձգտում է միշտ իր պահվածքում, իր կյանքի ժամանակի ընթացքում դրսևորումներով հազվագյուտ օգտագործի ներողություն խոսքը։ Դա շատ բան խոսք է, էլի ամեն մարդ արարքից հետո ներողություն խնդրելը, դա գիտեմ, որ համարձակ մոտեցում է, ճիշտ մոտեցում է, բայց սրա նման մարդը, որ առավոտից իրիկուն, կամ էլ որ վերցնեք, Արցախ Հայաստանա ու վերջ, հետո ներողություն, 5000 զոհ եմ տվել, հետո ներողություն, այսքան բաներ են անում, հետո ներողություն, այս իրավիճակում հայտնվում են, հետո ներողություն, ինչ կա չկա, հետո ներողություն։ То идите նախորոք մտածեք տագդա, հետո եկեք այդ ներողությունը խնդրեք, այ հանրությունը ժողովուրդն էլ ձեզ է ասում։ Գնացեք նախորոք մտածեք, որ տենց բան կա, չէ, հասկացողություն կա։ Հետո եկեք այդ ներողությունը խնդրեք, որովհետև 10 սաատ ներողություն ասողը, դա ինչ մարդ է, ինչ է իրանից ներկայացնում։ Դե տենցա, դուք էլ մի հատ ռադներդ քաշեք, ներողություն խնդրեք ու ռադներդ քաշեք։ Եթե տեղ այդքան տղավարի, տղամարդու ճիշտ սկզբունքներով շարժվող եք, ներողություն խնդրեք, ռադներդ քաշեք։ Այսքան ցավ եք բերել, այսքան բաներ եք բերել, այսօր ասում եմ, աղետներ եք բերել մեր գլխին, մեր ժողովրդի գլխին։ Ձեր մեղքով ինչ եղել, այսօրվա իրավիճակում, մենք ինչ իրավիճակում հայտնվել եք, դա բոլորը ձեր հետ կապված է, ձեր որ ասում եմ, հետո մեկ էլ ես արդեն խոսույթ է դարել այդ պատերազմով վախեցնել կամ պատերազմով սպառնալիքների հետ կապված բաները, այդ խոսույթները։ Պատերազմի հետ կապված հրա գոնե մի հատ ուրիշ մարդ խոսա, որ այս իր ընթացքում իր բերած պատերազմը չլիներ կամ այդ պատերազմի մի ձևի դիմադրեր կամ ինչ որ բան ունենար այդ պատերազմի խաղ կաղմա կամ ինչ որ այս մեկը մույսն է։